Վերջին ամիսներին շատ եմ նկատում, որ հեռախոսը իմ կյանքից խլում է շատ մեծ ժամանակ։ Հերիք եղավ, բոլ եղավ։ Ձեռքս սեղանին խփելով ասեցի ես, հավաքեցի իրերս ու գնացի աղվերան։ Այս վիդեոյում կտեսնեք ինչպես եմ գոյատևում 3 օր աղվերանում առանց հեռախոսի եւ դիմացա արդյոք թե ոչ։ Բայց վախենալու է։ Լսեցիք։ Դի էլի խչո ջանասա, համար տունը նստած էիր։ Վայ։ Ուրեմն ես արդեն այստեղ եմ, ցույց տամ ինչ եմ բերել իմ հետ, բայց սկզբի համար առաջին բանը որ կանեմ, այդ նայեք ժամը ուղիղ 6-ն է, ամսի 15-ի ժամը 6-ն է, այսինքն իմ չելենջը ավարտվելու է ամսի 18-ի ժամը 6-ին։ Ուրեմն անջատում եմ հեռախոսը։ Անջատվեց։ Եթե չեք հավատալու վիդեոյի ընթացքում օգտվել եմ հեռախոսից, թե չէ, այդ ես ոչ մի ձև չեմ կարող ձեզ ապացուցեմ, ուղղակի կարամ ասեմ, որ ձեզ կխաբեմ, բայց ինձ չեմ խաբի։ Ցույց տամ ինչ եմ ինձ հետ բերել, առաջին բանը, որ շատ կարևոր է, դա այսենց ֆանարիկ գիշերները դուրս գալու համար։ Այս ավելի մեծերը կհիշեն, Tetris-ները հիշում եք, աշխատում է, հա։ Ես չգիտեմ խեմ վերցը, զուտ տունը տեսա, ասեցի վերջամ կբզբզանք։ Անտիստրես, անիմաստ։ Վերցրել եմ ամենամեծ բանը, այսենց ինքը հեն այրևում է ներկել է, թվերով նկարա, որ պետք է ներկեմ։ Վերցրել եմ այսենց պարապունքի համար գորգ, որ պարապեմ։ Եվ ամենակարևորը վերցրել եմ գիրք Հենրի Ֆորդ, ինձ թվում է ամենակարևոր բանն է, որ պետք է առանց հեռախոսի գոյատևելու համար։ Առաջին բանը, որ նկատեցի, ահա որ ցուրտ է ու շատ փառահեղ միտքեր ձեռնոց չբերելը։ Օր առաջին չելենջը համարում եմ սկսված։ Շորերս եմ չորացնում, արդեն մութ են գնում է ու ես գիտեք ինչ հասկացա, օրվա ընթացքում ժամ չեմ կարողանալու իմանալ, որովհետև ստե պատին ժամեր չկա, հեռախոս չկա։ Դի էլի խչո ջանասա, համար տունը նստած էիր։ Այսա շորերս չորացնեմ, տաք հագնվեմ, մելնեմ կենանք դուրս ինչ կա։ Տեղին սուտ է, ակում ենք եղած պահին ամենատակն ասկիները։ Սարնա Հələ մի հատ կալոշներս զգացեի, ոնցներ աութֆիթս, հագնվեցի ինչպես տեսակ, տակ, իրականում իմ համար հələ որ ամենաբարդ գործը հենց այս վլոգը նկարելն է, որովհետև ես շատ խելացի եմ իրականում, գիտեք, շտատիվի ինչ-որ սենց մասնիկը չեմ վերցրել, որ հենց կամերային է կպում, դրա համար սենց պիտի ինքս ինձ անընդհատ տանջվելով նկարեմ, բայց ես եմ որոշել, դա իմ որոշումն է, ես չեմ բողոքում ոչ մի բանից։ Ստեղ մնաց սենց ձեռնոց եմ գտել, գնանք դուրս, հա, գնացինք, ուղես ինչ մոտ հա, հանդստեղ նայք, տոտալ մթություն է, մենակ են լույսերն անդեղ, էտ էլ ավելի վախենալու է, հատ պտտվենք, գնանք ինչ կա չկա, Բայց վախենալու է։ Հոպ, խես հաչում։ Ստեղ բադիկներն են, արդեն չեմ կողնորոշում ինչքան անցել, բայց մոտավոր մի ժամվա կարգին, որովհետև ժամը 6-ն էր, եթե հիմա մութ է, արդեն մոտավոր 7 է, էլի պետք է լինի։ Կայֆ է, հենց որ կայֆ է շատ։ Շոնիկ, սոված եմ։ Հեռախոսի պահով սենց ինչ-որ պահի տակ սենց անընդհատ ձեռս գնում է գրպանս, ինչ-որ մի բան զգամ, որ պակաս է, բայց հենց չէ, էլի տենց մեծ կախվածություն ունեմ։ Կամերայի վրա էլ ժամ չկա։ Լավը մի հատ հանգիստ։ Առաջին օրն է։ Հələ ինչ առաջին օր, մի քանի ժամ ես դու ստեղ, հələ 70 ժամից ավել պետք է դու ստեղ մնաս առանց հեռախոս։ Եղավ շուտով գալիս է առաջին անգամ հաց ուտելու ժամանակը, այսօր առավոտվանից բան չեմ կերել։ Ինձ թվում է այս տեսարանից արդեն պարզ է դառնում, թե ես հենց հիմա ինչ եմ ուտելու։ Ցույց եմ տալիս, թե ես ոնց եմ սարքում պոմիդորով ձվածեղ, բայց ես միշտ պոմիդորով ձվածեղի մեջ ավելացնում եմ պանիր, այսքանը հերիք է։ Այսպես կուբիկների եմ կտրում իրան, այս կեսն էլ քեզ։ Վերցնում ենք պոմիդորները անպայման լվացված, ու ստեղ շատ կարևոր բան կա, պոմիդորը պետք է շատ փոքր կտրվի։ Մյուս քայլը վերցնում ենք արդեն պանիրը, որ կա, վրան
կոտրում են zoom պարտադիր չի լվացած լինի։ Ընդհանրապես չեմ հասկանում մարդկանց, որ zoom լվում են։ Ծվի կճեպն եք լվում։ Zoom բաներով մի հատ լավ խաղում ենք։ Չենք մոռանում աղի մասին։ Ու այստեղ ամենակարևորը, հիմա այդ պամիդորը չենք խառնում սրա։ Այդ պամիդորը առանձին սկզբից եփում ենք։ Երբ որ պամիդորը արդեն լավ եփված է, ավելացնում ենք zoom։ Անիրը հալվում է ու դառնում է մի հատ բոմբություն։ Լսվում նայեք։ Ահավոր համով է։ Տնական ձևի առանց ձևական բաների։ Սոված է սարքի կերախբերես։ Ուրեմն հացը կերանք վերջացրեցինք, հիմա առաջարկում եմ այն նկարը, որը ասում էի, որը 2 տարուց ավել է մեր տանը դրած է ուղակի, բաժակով ջուր, անձեռոցիկ և թաց անձեռոցիկ։ Եկեք ես մեկից էլ կսկսեմ հենց։ Ուր են մեկերը։ Իմիջայլոց, Հալա Մադրիդ։ Հեսա մի հատ մեկ։ Եկեք բոլոր մեկ համարները ներկեմ հետ միանամ։ Որ ասում է եմ մեկերը անեմ գամ, փաստորենս մեկերը ամենաշատն է այս նկարի մեջ։ Արդեն չգիտեմ ինչքան ժամանակ անում եմ, բայց ինձ թվում է մոտավոր մի կես ժամ կլինի, սենց տեսք ունի արդեն, շատ դանդաղ է գնում առաջ։ Նստած մտածում եմ լռության մեջ, գիտեք ինչ եմ մտածում, այս նկարը մեր տանը դրած է, եթե չխաբեմ 2023-24 թվականից ամենաքիչը, այսինքն 3 տարի։ Հիմա մի հատ ուրիշ հարց, այսինքն ես այս 3 տարվա ընթացքում չեմ ունեցել ժամանակ ազատ, որ նստեմ ու այս նկարը նկարեմ։ Իրականում նես չի տենց շատ հանգիստ նստած եմ, մտքեր կան հեռախոսը վերցնելու, բայց ես դեռ ուժեղ եմ այդ մտքերից։ Ավելի շատ հետաքրքիր է ով է գրել, ինչ է գրել հիմա։ Մանավանդ որ story-ն արել եմ, որ 3 օր on-line չեմ լինելու, ձեր կարծիքներն էլ է շատ հետաքրքիր, ինչ եք գրել, եթե գրել եք արդյոք, եթե բաժանորդագրված եք իմ Instagram-ին։ Արդեն քունս էլ է սկսում տանել ճիշտն ասած, դենա ժամը քանիսն է, բայց մտածում եմ կարելի է այս մեկերը ավարտել, իրականում շատ է, կարող եմ մի քանի ժամ անեմ, ոնց նայում եմ մեկ է գրած, գնալ, պարկել, փորձել, քնել, վաղը կարելի է մի բան մտածել անել զբաղվելու դրսում թեկուզ, այսօր ամբողջ օրը ներս եղանք, ու ես չգիտեմ ինչ խոսամ, ես չեմ հասկանում ինչա կատարվում իմ կյանքում, ես չեմ հասկանում ուր եմ գնում։ Օրինակ մտածում եմ իմ YouTube-ի մասին, մտածում եմ իմ ընկերների մասին, մտածում եմ իմ նոր ընկերների մասին, ինչքանով եմ հասցրել իրանց ճանաչեմ, վերլուծում եմ բոլորի պահվածքը։ Իմ համար գիտեք բարդությունը որն է, որ ես հեռախոսը ավելի շատ օգտագործում եմ կոնկրետ շփվելու համար, ոչ թե ինչ-որ վիդեոներ նայել եւ այլն, այլ մարդկանց հետ շփումն եմ պահում, որը իմ համար շատ կարեւոր դեր ունի ու ընդհանրապես հələ ոչ մեկի հետ չեմ խոսացել, դե բնականաբար ու ինչքանով ինձ հեշտ կլինի եւս 2 ամբողջական օր չշփվել ոչ մեկի հետ, ես արդեն սկսում եմ կասկածել, այսինքն մենակությունից ես ճնշվում եմ, կարճ ասած։ Ինձ էլ փոքր է այս մեկերը, աչքերս լարած նկարում եմ։ Հեռախոսի տեղը անում է, էլի աչքերի առումով։ Մենակ երաժշտությունն է պակասում։ Լսեցիք, այդ պահն էլ կա է, ես հենց հիմա մենակ եմ անտառում։ Ժողովուրդ մեկերը կիսատ եմ թողում գնում եմ քնեմ, վաղը կշարունակեմ նկարը անպայման։ Առաջին օրվա իտոգները այն են, որ տրամադրությունս ընկել է, որովհետև մենակ եմ լրիվ։ Պլյուսներից կարամ ասեմ, որ ավելի շատ մտածում եմ իմ մասին, ապագայի մասին, ինչ որ մտքեր կան նոր, քանի քունս տանում է գնամ քնեմ։ Կհանդիպենք վաղը։ Արդեն պարկել էի քնելու, մեկ էլ վեր թռա դռան բացվելու ձայնից։ Իսկ թե ովքեր էին եկել, ոնց փոխվեց խաղի կանոնները ու ինչ թույն օրեր ես անցկացրեցի, կտեսնեք շատ շուտով։ Իմիջայլոց